Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Ամբողջ Իսրայելի տունը պնդաճակատ և խստասիրտ են Եզեկիա 3:7 Միթե բացառություններ չկան, ոչ, մեկն էլ չկա, նույնիսկ ընտրյալ ազգն է այսպես նկարագրվում, իսկ եթե լավագույնն այսքան վատն է, ինչպիսին կլինի վատագույնը, եկ իմ սիրտ, խորհիր, թե որն է քո բաժինն այս համընդհանուր մեղադրանքի մեջ և մինչ կխորհես, պատրաստ եղիր ընդունելու այն և ամաչելու դրա համար, առաջին մեղադրանքը պնդաճակատությունը կամ անպատկառությունն է սուրբ ամոթի բացակայությունը և անսուրբ հանդգնությունը չարիք գործելու մեջ, նախքան դարձի գալը ես կարող էի մեղանչել առանց խղճի խայծ զգալու, լսել իմ մեղքի մասին առանց խոնարհվելու և նույնիսկ խոստովանել իմ անօրենությունը առանց ներքուստ կոտրվելու, այն որ մեղավորն Աստծու տունն է գնում և ձևացնում, թե աղոթում ու փառաբանում է նրան, վկայում է նրա ծայրաստիճան աներեսության մասին, ավաղ, իմ վերստին ծնվելու առաջին իսկ օրվանից ես կասկածել եմ իմ Տիրոջը, անամոթաբար տրտնջացել նրա ներկայության մեջ, ծուլությամբ ու թափթփվածությամբ երկրպագել եմ նրան և մեղանչել առանց ներքուստ սգալու դրա համար, եթե ճակատս քարից ավելի պինդ չլիներ, իմ սրտում ավելի շատ սուրբ երկյուղածություն և հոգումս ավելի խորը կոտրվածություն կլիներ, վայ ինձ, որ ես Իսրայելի տան պնդաճակատներից մեկն եմ, երկրորդ մեղադրանքը խստասրտությունն է և ես չեմ համարձակվի ինձ անմեղ հայտարարել սրանում, մի ժամանակ ես քարեղեն սիրտ ունեի և չնայած Տիրոջ շնորհքով հիմա նոր մարմնեղեն սիրտ եմ ստացել, այնուամենայնիվ նախկին համառությանս զգալի մասը դեռևս մնում է, ինձ շրջապատող մարդկանց կործանումը, չար ժամանակները, իմ երկնավոր հոր խրատը, սեփական ձախողումները և ոչ էլ անգամ Հիսուսի մահը չեն ազդում ինձ վրա այնպես, ինչպես հարկն է, օ, թե իմ սիրտը հալվեր փրկչի տառապանքների և մահվան տեսարանից, օ, թե Աստված ազատեր ինձ մահվան մարմնից, օրհնյալ լինի Տիրոջ անունը, որ այս հիվանդությունն անբուժելի չէ, փրկչի թանկագին արյունը տիեզերական դեղամիջոց է և ինձ, նույնիսկ ինձ կարող է փափկեցնել, մինչև իմ սիրտը հալվի, ինչպես մոմը կրակի առջև,